Ավելի քան 240 մարդ է տուժել չորեքշաբթի Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Մարդկանց մեծ մասը խուճապի պատճառով ցատկել է բարձրությունից, ըստ թուրքական լրատվամիջոցների, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Քաղաքում մոտ 380 շենք է վնասվել։ Ստամբուլից 40 կիլոմետր հեռու Մարմարացովում է եղել 6.2 մագնիտուդով երկրաշարժը, որին 51 ուժեղ հետցնցում է հաջորդել։ 16 միլիոնանոց քաղաքի բնակիչները վախից փողոցներում են գիշերել, չհուսադրող հայտարարություններ են անում թուրք սեյսմոլոգները, նրանք եւս մեկ ավելի քան 7 մագնիտուդով երկրաշարժ են կանխատեսում։ Ստամբուլի քաղաքապետարանի հաշվարկներով 7.5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում քաղաքում կփլուզվի առնվազն 90,000 շենք, մոտ 4.5 միլիոն քաղաքացի ժամանակավոր կացարանի կարիք կունենա։ Երկրաշարժը ցնցել է նաև մայրաքաղաքական Կարեն Էրդողանը, հայտարարել է, որ հետևում է իրավիճակին եւ աղոթում է ազգի անվտանգության համար։ 2023 թվականի փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը ավելի քան 50,000 մարդու կյանք էր խլել։